Պարոն Սուրենյանց, մենք ձեր կուսակցության գրասենյակի մոտ ենք, ինչի որոշեցինք այստեղից սկսել, որովհետև մի քիչ անսովոր է կուսակցության գրասենյակը այ սենց պայմաններում տեսնել ու առաջին հերթին ձեր հարևանները նաև անում եք հարևանություն։ Այո, իհարկե։ Հա։ Ես էս թաղում եմ ապրում եւ Հա։ բոլոր մարդկանց հետ հարևանություն եմ անում։ Նաեւ թվում կողքի տարածքի, դե հանրային տարածք է, բարձրարակ շենքի, հանրային տարածքները տարբեր մարդիկ տարբեր ձևերով տնօրինում են, յուրաքանչյուրը իր գործունեությունն է ծավալում, բայց սա շատ կոմպակտ թաղամաս է եւ բոլոր մարդիկ անկախ իրենց նախասիրություններից, սոցիալական զբաղմունքից, Հա, գործունեության ձևից շատ ծեր մարդկային հարաբերությունների մեջ են։ իսկ դա օգնում է նաև ձեր գործունեության, օրինակ այս հարևանությունը, Իհարկե ինչ-որ օգնում է։ ինֆորմացիա իմանալու, տրամադրություններ շոշափելու։ Այդ առումով մեր տարածքի իդեալական տեղում է գտնվում, որտեղ Երևանի կենտրոնը օրինակ առավոտյան ժամի կեսօրին, հետո երեկոյան լրիվ տարբեր միջավայրեր են։ Հա, Կենտրոնում հոսքի շատ է եւ օբյեկտիվորեն, չէ՞։ Եվ շատ դժվար է կենտրոնում գտնվելով շատ ստույգ պատկեր ունենալ հանրային տրամադրությունների մասին այդտեղին։ հա։ Այստեղ ավելի այդ առումով նպաստավոր է, որտեղ շատ հաճախ մենք հենց շփում ենք սովորական մարդկանց հետ, իրանց օրվա հացը վաստակող մարդկանց հետ, այդ հասարակական կարծիքի շատ լավ տրանսլյատոր է։ Հասկացա։ Դե առաջարկում եմ մտնենք ներս, որովհետև սրտոտ է ու արդեն ներսից ծանոթանանք։ Պարոն Սուրենյան, բավականին կոմպակտ գրասենյակ ունեք, հետաքրքիր է քանի հոգի է այստեղ լինում միաժամանակ։ Միաժամանակ դեպքեր են լինում 10-15 հոգի։ Այդ կոնֆերանս սրահում Այո, կոնֆերանս սրահում 10-15 հոգի, որտեվ օրինակ երբ որ մեր քաղաքորդը հավաքվում է, ղեկավար մարմինը, դե հարակից մարդկանցով, որոնք որոշակի մասնագիտական գործունեություն ունեն, այդ ընթացքում 10-15 հոգի լինում է միաժամանակ։ Բայց դա չի խանգարում այդ, այսպես ասած, փոքրությունը ազատ շնչելու, մտածելու, Ասե հակառակը, անմիջականությունը միշտ նպաստում է, որ մարդիկ ավելի անկաշկանդ մթնոլորտում քննարկումներ ունենան, որպես կանոն ընդունված է, որ մեծ կոնֆերանս զալներն են, չէ, մեծ դահլիճներն են ավելի նպաստավոր աշխատանքային պայմանների համար։ Ես մի քիչ հակառակ կարծիք եմ։ Աշխատանքային միջավայրը պիտի կոմպակտ լինի, տրամադրող անմիջականությունը, որպեսզի մարդիկ չկաշկանդվեն, ուղիղ կոմունիկացիան մեկ-մեկ շատ ավելի նպաստավոր է, քան այդ ֆորմալիստական կողմը, մեծ դահլիճներ, ինչ-որ ճոխ պարագաներ եւ այլն։ Ես նկատեցի, որ նույնիսկ հիմա զրույցի ընթացքում անընդհատ նայում եք նաեւ էկրանին այստեղ։ Ինչ լրահոս է, թե ինչին եք։ Լրահոս օգնականներից։ Հենց հիմա դա եք անում։ Բարբերաբար այդ եմ անում եւ ես շատ 24 ժամը միշտ ինձ չի երիկում եւ շատ ակտիվ եմ հարցազրույցների թեմայով, շատ ակտիվ եմ կոմունիկացիաների թեմայով, քաղաքացիներ են շատ գրում, շատ այցելում եւ իմ երկու iPad-ների իմ գործընկերներն են, այսպես ասեմ։ Հա։ Եվ ամբողջ օրվա ընթացքում ես ուղղակի չեմ կտրվում իրենցից, չարժված գիշերը 3-4 ժամ եթե քնում եմ։ Հասկացա։ Ինչ եք անում առաջինը, երբ գալիս եք այս գրասենյակ, ինչ որ ունեք ավանդական գործողություն կամ անպատճառ։ Առավոտը սկսվում է միջազգային մամուլի ընթերցանությամբ։ Դա ուղեկցվում է սուրճ խմելով իհարկե, շատ ինտենսիվ։ Հետո ես ցերեկվա ժամերին սովորաբար մի քանի ժամ այստեղից բացակայում եմ, որտեղ ակտիվ հարցազրույցային փուլ ալնում։ Երեկոյան կողմ արդեն քաղաքացիների, կուսակցականների հետ շփումներ, ինտենսիվ, դա տևում է մինչև 8, 9, 10, օր կա 11-ը երեկոյան։ Սուրճով ա դնում։ Օգնականս։ Օգնական ունեք։ Այո, օգնական ունեմ, սուրճը ինքն է պատրաստում, բայց ես էլ եմ պատրաստում երբեմն, բայց հիմնականում օգնականս։ Օգնականի հետ փոխհարաբերություններ, հա, հետաքրքիր է, ինչ պահանջներ ունեք ձեր օգնականից, որ ինքը դրանք անպայման պիտի անի, թե չէ կհեռացնեք աշխատանքից։ Ես շատ սիրում եմ, որ կոկիկ ալնում սեղանես։
չեմ սիրում, երբ որ իմ բացակայությամբ ինչ-որ քաղաքացի երբ ստեղ այցելում է դժգոհ հայեռանում, այսինքն կոմունիկացիան օգնականը պետք է ապահովի, պետք է իմանամ ով է եկել, ինչ նպատակով եւ այլն։ Իսկ ընդհանուր առմամբ շատ բանշկոտ չեմ այդ հարցերում, որտեղ օգնականը շատ բարձր որակի է կատարում աշխատանքները։ Հասկացա։ Եվ այստեղ շատ կարևոր է մարդու աշխատասենյակում ինչա դրված, ես միշտ այդպես եմ կարծում, որովհետև պատահական իրեր հիմնականում չեն լինում, ոչ սեղանին, ոչ պարանին։ Նկարները դուք եք եւ ձեր Ես եմ կինս, ահա, թորնիկներս, թորնիկները, այո։ Երեխաներս մեծ են, երեխաներիցս երկուսը ամուսնացած են։ Եթե գաղտնիք չեք, դուք քանի տարեկան եք 51։ եւ ունեք դպրոցական տարիքի թորնիկներ, Պատահում է, շուտ ենք ամուսնացել։ հա, այսինքն 40 մոտ տարեկան պապիկ եք դարձել։ Հա։ Բայց շատ երիտասարդ տեսք ունեք, հատկապես ձեր կինը, այդ զգացողությունը ոնց է, դու պապիկ ես, բայց նաեւ տարիքով այնքան էլ Պարտավորեցնող, հա, բայց միևնույն ժամանակ շատ դրական է այդ առումով, որ գիտեք, երբ որ ընտանիքդ մեծ է լինում, զգացողությունը միշտ պոզիտիվ է լինում, որովհետև երեխեքն են կյանքդ լցնում, հետո տարբեր սոցիալական միջավայրերի հետ երեխաներիդ ու թորնիկներիդ միջոցով կարողանում ես շփվել։ Հաճելի է այդ տպավորությունը։ Բազմանդամ ընտանիքը միշտ քեզ թույլ է տալիս հասարակական սոցիալական կյանքում ավելի խորագետ լինել։ հա։ Թորնիկները պատկերացնում են ձեր գործունեությունը, Հա, իհարկե հետևում են։ Դե գիտեք, իրանք տարիքով դերևս փոքր են, մանկահասակ են, որպեսզի խորությամբ պատկերացնեն, առնվազն գիտեն, որ ճանաչված մարդ են։ Հա, բայց ոլորտ եւ այլն դեռ երևի հա չեն։ Չէ, նույնիսկ պատկերացում ունեմ, որ այդ ինչ որ զբաղվում եմ, սովորական մասնագիտություն չի։ Այդ այ ուզում եմ հարցնել, չեն ասում պապիկ ջան, իսկ ինչի օրինակ մեզ ավելի հետաքրքիր բանով չես զբաղվում։ Չէ, իրանց համար հետաքրքիր է։ Օրինակ հիմա որ այստեղ լինեն, այս ձեր նկարանող սարքերը, ընդհանրապես այս միջավայրը իրանց հետաքրքիր կլիներ, որովհետև հիմիկվա երեխաները գիտեք շատ ակտիվ են նաև YouTube են մտնում, իրենց մուլտֆիլմերն են սիրում գտնել։ Իմ հարցազրույցներն են երբեմն փնտրում գտնում։ Իդեպ նկարանող սարքի հետ կապված այս լույսը այնպես չի որ կադրում հայտնվել է պատահական, սա մերը չի, ձեր լույսն է պրոֆեսիոնալ, ինչի համար եք։ Ես YouTube-յան ալիք ունեմ։ Հա։ Շատ ակտիվ գործող ալիք է եւ պարբերաբար հենց այստեղից նստած նկարանումներ են լինում եւ կամերայով եւ ուղղակի ես լայվի տարբերակով կարող եմ այս գործիքների միջոցով iPad-ի կամ բանի դες գրվեմ, դրա համար այս լույսը մեզ իսկապես ոչ թե ինչ-որ լուսավորելու նպատակ ունի, այլ մասնագիտական առումով շատ օժանդակող դերակատարություն ինքը ունի։ Հասկացա, նաև փոքրիկ ստուդիա է ստացվում է ձեր աշխատասենյակը, հա։ Հա, որովհետև շատ հաճախ իրադարձություններ այնպեսին են լինում, որ շատ օպերատիվ արձագանքման անհրաժեշտություն է լինում։ Եվ սեղանի գիրք Սարգիս Արծրունի 1988-ի շարժման 30-ամյակը։ Ով է Սարգիս Արծրունին։ Սարգիս Արծրունին իմ գրական կերծանունն է կամ հրապարակախոսական։ Ինչի է Սարգիս Արծրունի, ոնց եք ընտրել այդ անունը։ Պատահականության սկզբունքով։ Արծունիները դե հայտնի տոմի, չնայած ես որևէ կապ չունեմ։ Լրիվ պատահականության սկզբունքով ուղղակի դուր եկավ այդ հասկացա բանը եւ ես ընտրեցի, հետո սա ընդհանրապես ասեմ, պատմություն ունի։ Այն ժամանակ ես մինչև 2018 թիվը շատ ակտիվ գրում էի առաջին լրատվականում, առաջին եմ կայքում։ Հոդվածների ժողովածու էր։ Հետո մարդկանց մոտ միտք հղացավ, որ մի մետ համաձայնեցրեցին նոր, տպագրել այս գիրքը, որը 88-ի շարժման 30-ամյակին է նվիրված, եւ դարձավ գիրք ինքը։ Հիմա Սուրեն Սուրենյանցով էլ ինքը հրապարակվելու է շուտով։ Տարբերությունը ո՞րն է լինելու այդ երկուսի։ Շատ քիչ տարբերություն, մի քիչ նոր իրադարձություններից նյութեր կներառվեն, որտեղ սա այսօրվանից կամ գրվելու պահին 2018-ից հայացք էր 88-ին, հա, հիմա դե բնականաբար ինչ-որ բաներ են փոխվել, վերանայվել, շտկումների անհրաժեշտություն կա, այսինքն մասնագիտության պատմաբան եմ, պատմաբան քաղաքագետ։ Եվ
Անկեղծ ասած, երազում եմ այն օրվա մասին, երբ որ ակտիվ քաղաքականությունը կթողնեմ, կզբաղվեմ պատմաբան քաղաքագետի իմ գործով, որը շատ հետաքրքիր մասնագիտություն է, շատ օրդ կյանքդ հագեցնող մասնագիտություն է եւ շատ հարցերի բանալիներ այդ մասնագիտությունը տալիս է։ Գրքերի եւս թեմայով այս պահարանը, գրապահարանը բավականին, ասենց ասեմ, ոչ ժամանակակից տեսք ունես, ինչ գրապահարանը։ Տեսեք, հիմա այնտեղ որ դուք նայում եք, Ստալինի հատորներն են նորմալ։ Հա, իդեպ գրապահարանի հետ այո, համահունչա։ Գրապահարանը միշտ մնում է, բայց այնտեղ դե ներքևը երեխաների կոնստրուկցիաներն են սարքած, Թորնիկների, այո, կոնստրուկցիաներ են տարբեր ոճի, մեկ-մեկ ես էլ չեմ հասկանում, ինչ եմ փորձել պատկերել, բայց դե որ անում են, ուրեմն ինչ-որ տրամաբանություն եւ իմաստ։ Հիմա ես պարբերաբար արդեն ասեցի պատմաբան քաղաքագետ, ընդհանրապես մեր օրերը հասկանալու համար տարբեր հոսանքների, հեղինակների պետք է ընթերցել։ Եթե հիմա Ստալինի հատորներն եմ ուսումնասիրում կամ վերընթերցում, որտեղ մի քանի անգամ դրանք կարդացել։ Մի քանի անգամ։ Իհարկե, մասնագետ, որ գիտեք, ցանկացած էպոխալ իրադարձությունից հետո դրական կամ բացասական դասականներին եւս մեկ անգամ կարդալը միայն դրական է, որովհետեւ նորովի ես իրանց ինչ-որ բաներ հասկանում։ Հիմա ես ուղղակի ես վերջի շրջանում Ստալինի ինչ-որ բաներ էի ուսումնասիրում, այնտեղ լիբերալ գաղափարախոսների գրքեր են հայտնվում, նայած որ փուլում ես ինչ եմ ուսումնասիրում, բայց ես կարծում եմ անկախ նրանից պատմական կերպարների հետ համաձայն ենք թե չէ, իրենց թողած ժառանգությունը անպայման ուսումնասիրման ենթակա պիտի լինի, որովհետև չկա որևէ հեղինակ, չկա որևէ պատմական կերպար, որը միայն ու բացառապես բացասական հետագից թողած լինի, այնուամենայնիվ այդ մարդիկ էպոխալ անձնավորություններ են, չէ, էպոխային ստեղծել։ Դրա համար պարբերաբար ես ուսումնասիրում եմ տարբեր հեղինակների, այդ թվում Ստալինի հարագիտարաններն եմ թերթում եւ այլն։ Ձեր կուսակիցներին ստիպում եք ճակերտավոր կարդալ ու ծանոթանալ այն գրականությանը, որին դուք եք ծանոթանում, որպեսզի ավելի լավ հասկանաք իրար։ Չէ, ոչ։ Մեր կուսակիցները գոնե դրա կորիզը, հա, բոլորը կրթական, սոցիալական որոշակի ցենզ ունեցող մարդիկ են։ Մեզ ինչ-որ արժեքներ, այո, բոլորիս միավորող ինչ-որ արժեքներ կան։ Ոնց որ ցանկացած կուսակցությունում։ Այդ արժեքները վերաբերում են Հայաստանի ապագայի տեսլականին, մի շարք իրադարձությունների վերաբերյալ մեր ընդհանուր մոտեցումներին, բայց ես երբեք չեմ սիրում մարդուն թելադրել ինչպիսի գիրք կարդա, դա կլինի գեղարվեստական թե պատմագիտական կամ ինչպիսի ֆիլմ նայի, որովհետև դա կաշկանդելու է մարդու ազատությունը, հետո ես կկորցնեմ շատ արժեքավոր օպոնենտ կուսակցության ներսում։ Եթե ես ստիպեմ, որ անպայման իմ ճաշակով կարդան նայեն, չգիտեմ ինչ անեն կամ ֆուտբոլի ինչ-որ թիմ երկրպագեն, օրինակ, ես կկորցնեմ օպոնենտ կուսակցության ներսում, իսկ մենք հարուստ ենք այն բանով, փոքր կուսակցություն ենք, բայց շատ բուրըն վեճերով ուղեկցվող նիստեր ենք ունենում եւ այլն, այդ մեր հարստությունն է։ Ես առաջարկում նաև տեսնել, թե որտեղ են այդ նիստերը տեղ ունենում, ինչ պայմաններում ու շարունակենք զրույցը։ Խնդրեմ։ Ոնց ունենց ամեն դեպքում հիմա մենք այս նիստերի դահլիճն է, էլի այդ փոքրությունը կա, չեք ուզում փոխեք գրասենյակը ավելի մեծ պատուհաններով։ Նախ մենք աշխատանքային այլ հարթակներ էլ ունենք, անկեղծ ասած, ըստ անհրաժեշտության իհարկե մտածում ենք մի զարգացման մասին, բայց երբ որ մենք մեծ միջոցառումներ ենք ունենում, անցկացնում ենք դրանք հայտնի բիզնես կենտրոնների կամ հյուրանոցների սալոններում, այնպես որ այդ խնդիրը չունենք։ Սա աշխատանքային միջավայրն է։ Հասկացա։ Իդեպ այդ աշխատանքային միջավայրի կոմֆորտի ձևավորման հարցում շատ կարևոր է կնոջս կարծիքը։ Ամենամեծ օգնականս ու դաշնակիցս բոլոր հարցերում ինքն է։ Ինքը հաճախ է այստեղ լինում։ Այո, շատ հաճախ է լինում, որովհետև ինքը նաև կուսակցությունում որոշակի կարևոր ֆունկցիա է կատարում։ Գաղտնիքա
Չէ, ինչ ֆունկցիա նկատում եք։ Մեր ամբողջ փաստաթղթաշրջանառությունը իրավական հարցերը կարգավորում ենք։ Հասկացա։ Իսկ դժվար չի կնոջ հետ աշխատելը հենց կուսակցական գործունեության։ Եթե անհաշտ ընտանիք ես լինում, դժվար է։ Ահա։ Եթե համարում ես, որ կուսակցությունն էլ ընտանիքի շարունակությունն է, եւ վերջո կուսակցությունը ի՞նչ է, ընկերների, համակիրների մի մեծ ընտանիք, ճիշտ է։ Ընդհակառակը դրանք փոխլրացնում են իրար ու շատ ներդաշնակ է դառնում։ Հասկացա։ Պարոն Սուրենյան, ես մի հատ փոքր գաղտնիք եմ ուզում ձեզ բացեմ։ Մենք առաջին անգամ ենք հանդիպում, ծանոթ չէինք։ Ու հարցազրույցից առաջ ինձ մոտ տպավորություն էր, որ ես գնում եմ զրուցելու, այդ տպավորությունը եկել էր ձեր հանրային կերպարից։ Ես գնում եմ զրուցելու, ոնց ասեմ, շատ խիստ մարդու հետ, այսինքն ինչ որ մտավախություն ունեի, որ դժվար է գնալու զրույցի եւ այլն։ Բայց հիմա անկեղծ ասեմ, փոխվեց այդ տպավորությունս։ Ինչա ձեր հանրային կերպարը, պես խիստ մի փոքր նաեւ ագրեսիվ մարդու տպավորություն թողնում։ Երևի դա ոչ այնքան հարթ դժվարություններով, փորձություններով ուղեկցված քաղաքական կյանքից է եղել։ Չմոռանանք, որ ես մեծ հաշվով իմ կենսագրությունը սկսել եմ Արցախյան առաջի պատերազմի օրերից ու շատ բարդ կենսագրություն եմ ունեցել, փորձություններով լեցուն, քաղաքական պատճառով բանտարկություններ եւ այլն եւ այլն։ Եվ իսկապես խիստ մարդ եմ, այնպես չի որ խիստ մարդ չեմ, բայց խստությունն ու բարությունը, խիստ հայացքն ու հումանիստական հայացքը միշտ իմ մոտ ներդաշնակ է եղել։ Դուք շատ հեշտ բրծակ, բավարարից ֆուտբոլ նայելուց բռնացնեք։ Այդ ժամանակ ընդհանրապես խստություն չեք տեսնի, որովհետև ես այդ ժամանակ ֆուտբոլի ֆան եմ եւ ընդհանրապես քաղաքական գործից Սուրեն Սուրենյանցի չեք տեսնի։ Իսկ ձեր կյանքում ոնց հասկացա ամենաշատն ֆուտբոլն է, ձեզ ստիպում կատարությունից հետո իմ ամենասիրած բանը ֆուտբոլն է։ Ու ես թիմ հավաքական ամփոփող միշտ Բարսելոնա թիմերի մեջ Գերմանիա հավաքականը որպես հավաքական, որտեղ ես բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն եմ համարում Մատթեոսին 90-ականների Գերմանիայի, գիտեք, հայտնի հարձակվողին, ինքին քաջալերանքի աղբյուրն է եղել, այդ ֆուտբոլի դեպի ֆուտբոլ ձգվել եմ այդ ֆուտբոլիստով։ Հա, իսկ Բարսելոնան որ թվերի Միշտ կազմ է Բարսելոնայի։ Բայց այն ոսկի կազմը։ Ոսկի Մեսսի կազմ էր, դա։ Չնայած ես Չավին էլ էի շատ սիրում, այդ կազմի հետ էլ շատ տենց կապված է շատ լավ հիշողություններ։ Տրամադրությանս վրա լրջորեն կարող է ազդի Բարսելոնայի խաղը հաղթելու իմաստով էլ պարտվելու։ Օրինակ ընդհանրապես մեր հաղորդումից մի քանի օր առաջ ցավալի պարտություն իր մոտ եղավ։ Այդ խաղից հետո գործ անելու տրամադրությունս կորավ, այսպես որոշեցի այդ օրը շուտ քնել մի խոսքով։ Իսկ այդ վատ տրամադրությունը օրինակ այնց էս սենյակում, ո՞նց է արտահայտվում։ Ինչ որ հավաքների ժամանակ ջղայնանալ, խփել սեղանին։ Եղել է որ մոտս եղել են պահեր, երբ որ բարկացել եմ շատ։ Բայց ո՞նց է դա դրսևորվում։ Սաստել եմ, բայց հետո աշխատել եմ մարդկային հարաբերությունները չփչացնել այդ միջադեպից, շատ արագ մարդու հետ շատ արագ թեման փոխել ենք, փորձել ենք զրույցը այն հարթություն տանենք, որպեսզի մարդկային հարաբերությունների նստվածք չառաջանա այդ աշխատանքային վեճից կամ բանից։ Չեմ սիրում դավաճանությունը, չեմ անուրջում։ Հա։ Եվ ցանկացած փոքր թերություն պատրաստ եմ ներել։ Նիստից ուշանալը կամ ինչ-որ բան, հա, բայց եթե տեսնում եմ, որ մարդու գործողության մեջ կա հավատարմության խաթարում, այդ չեմ անուրջում։ Մենք նաև այստեղ հասկացանք, որ կոմպակտ է ձեր տարածքը, բայց ամեն ինչ կարողացել եք տեղավորել։ Այստեղ վարակույր հետևում խոհանոցն է, որը աստիճ չնկանենք, եւ այնտեղ նույնպես սենյակը։ Ցենտրուս տալի հանգստյան սենյակն է, բայց գոնե կարող եմ հարցնել հանգստյան սենյակում ինչ եք անում։ Գիտեք, հանգստյան սենյակում էլի փոքր սեղան կա, երբեմն երբ որ ուղակի հոգնած եմ ելնում, այնտեղ մի քիչ ավելի հանգիստ վիճակում ինչ-որ լուր եմ նայում, բան եմ անում, երբեմն ուղակի հանգստանում եմ մի քանի րոպեով կամ պարկում եմ կամ տենց հենվում եմ, որովհետև շատ լարված եմ աշխատանքային օրը, կրկնում եմ, ես տնեցիները բոլոր իրավունքներ ունեն ինձանից նեղանալու։ Հետո մենք ես ասացի շատ մեծ ընտանիք ունեմ, բարեբախտաբար
ծնողներս, նաև աներս կենթանի են, բարեբախտաբար մենք շաբաթ-կիրակի պիտի հասցնենք նաև Լուսակերտում եւ Բժնիում իրենց այցի գնալ։ Այդ ու ամեն ինչից բացի այդ լարվածությունը եւ այլն պիտի ծնողներիդ հասցնես, երեխաների, 3 երեխա ունեմ, թորներ, բարեկամներ, ընկերներ ու պլյուս այդ շատ լարված քաղաքական առօրյա։ Ձեր կուսակցության հետ կապված դուք տեսել եք, որ անգլերեն Վիկիպեդիայում ձեր կուսակցության մասին հոդված կա, թե տեղյակ չեք։ Առանձնապես տեղյակ չեմ։ Հա, ինչտեղ այնտեղ հետաքրքիր, միայն անգլերենով այդ է, օրինակ հայկականում չկա ձեր կուսակցության մասին ինֆորմացիա, ու անգլերեն Վիկիպեդիայում երկու հետաքրքիր բան նկատեցի, մեկը ձեր գաղափարախոսությունն էր կուսակցության, գրված էր կոնսերվատիվ եւ լիբերալ։ Ես չհասկացա այդ երկուսը ոնց են զուգահեռ համադրվում, հետաքրքիր դուք ասեք, ոնց է այդ երկու գաղափարախոսությունը, եթե ճիշտ է գրած էլի իհարկե։ Նախ չէ, մի քիչ սխալ է գրած, քանի որ մենք տվյալները չենք տվել, դա մեր բաստողումն է։ Հա։ Տարբեր արձագանքները երևի համադրել են, ինչ-որ մի հատ բան ստացվել։ Գիտեք, մենք ավելի շատ պահպանողական ենք այն իմաստով, որ երրորդ հանրապետության արժեհամակարգի կրող ենք։ Մեր համար 88-ի շարժումը, իր այդ արժեհամակարգը, այդ 90-ականների մեր այն լուսավոր կետերը անսակարկելի արժեքներ են։ Բայց զուտ բանի իմաստով, քաղաքական դիրքավորման իմաստով, մենք սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ենք ավելի, այդ լիբերալ այդ շատ հակասության մեջ չի, ինչ իմաստով, որտեղ արևմուտքում այդ հին բաժանումները որ կան, աչեր ձախեր վաղուց չեն գործում։ Մի զարմացեք, որտեղ արևմուտքում էլ դա շատ հարաբերական է հիմա դարձել, ուրիշ պարադիգմաներով է քաղաքական դաշտը բաժին։ Այն թաղը որտեղ մենք գտնվում ենք, հենց տիպիկ սոցիալ-դեմոկրատական կուսակցության գրասենյակ լինելու թաղը, մենք աչափնյակում ենք, ասենք որ մարդիկ հասկանան, հա, ինչի։ Որտեղ մեր կուսակցությունը տրանսպորտով գործի գնացող եկող մարդկանց, փոքր բիզնես ունեցող մարդկանց։ Դե մենք հարևաններից հասկացանք արդեն։ Այդ սեգմենտների կուսակցությունն է։ Մարդկանց, որոնց ձայնը շատ հաճախ լսելի չի, որովհետև իրենք ձևավորված սեգմենտներ չեն, հա, ձևավորման փուլում են։ Հասարակ հայ մարդու կուսակցությունն է, որը սովորական հացի խնդիրը իր աշխատանքով լուծելու հանձնառություն կամ առաքելություն ունի։ Այդ շատ հետաքրքիր հարց է։ Երևի հենց դրա համար էլ կուսակցության գրասենյակը համառորեն այստեղ եմ ուզում պահեմ, որովհետև սա անմիջական կոմունիկացիայի շատ լավ տեղ է։ Հասկացա։ Դուք հարցրեցիք, ես ասացի, չէ՞, բոլոր հարևանների հետ կարող եք ինքներդ էլ համոզվեք, մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Եվ նույն Վիկիպեդիայում, ասես ուղղվածություն բաժնում, եթե չեմ սխալվում, թե կողմնորոշում գրած էր, հենց բառացի ցիտում եմ, անգլերեն գրած էր ռուսոֆիլիա։ Ինչի է դες։ Գիտեք, այդ շատ պրիմիտիվ ընկալում, հա։ Այո, ես Ռուսաստանը համարում եմ։ Քաղաքակրթական, պատմական առումով Հայաստանի դաշնակից է։ Երևի մեծ քաղաքական իմաստով չեն քննարկում, է ֆիլիան մի քիչ ինձ ռուսոֆիլ ես չեմ կարող լինել, որովհետև ես արդեն ասացի, որ իմ քաղաքական արժեքային ակունքը 88-ի մեջ եմ տեսնում։ Իսկ 88-ը հայկական օրակարգի մասին է։ Ես ընդհանրապես մի գաղտնիք երևի չէ, բայց բացահայտում անեմ։ Ես աշխարհի որևէ երկրի մեջ, բացի մեր երկու խնդրահարույց հարևանները, շտամիներ չեմ տեսնում, աշխարհի բոլոր ժողովուրդներն ու ազգերը իմ բարեկամներն են, սկսած ամերիկացիներից, եվրոպացիներից, ռուսներից, այո, չեմ թաքցնում, ռուսները հետ ավելի շատ քաղաքակրթական ընդհանրություններ ունենք, դա պատմականորեն ձևավորված։ Հա, չէ, ես հիմա չի ուզի քաղաքական ռուսոֆիլ չեմ, ես հայկական օրակարգի հետևողական ջատագով։ Զուտ համել ձեզ տեղակ, բայց որ Վիկիպեդիան այդպես է գրած, էլի ձեր։ Դե, հաստատ մենք փորձենք շտկել, որովհետև չգիտեմ, մեծ ցանկության դեպքում ինձ դժվար է ինչ-որ բանի ֆիլ համարել, այսինքն ռուսոֆիլ կլինի, վրացոֆիլ կլինի։ Թիֆլիսը սիրում եմ ոնց որ Երևանը։ Հա։
Երևի Երևանից հետո երկրորդ սիրածս քաղաքն է։ Այդ նույն տրամաբանությամբ վրացով ինձ կարող են համարել։ Հասկացա։ Կարևորը ինչ-որ բանի ֆոբ չեն։ Նաև ֆոբ չեք։ Այո։ Այդ լիբերալ հայացքներին է ապրում Մարդ Գաղափարախոսությանը։ Պարոն Սուրենյան, ձեր աշխատասենյակում որ զրուցում ենք, ասացիք երազում եք գա այն պահը, որ զբաղվեք պատմությամբ, քաղաքականություն թողեք։ Բայց ի՞նչն է դա երազանք, հենց վաղն էլ կարող եք դա անել։ Ի՞նչն է ձեզ։ Ես որտե պրակտիկ քաղաքական գործիչ եմ։ Պրակտիկ քաղաքական գործիչը պատմագիտությամբ զբաղվել չի կարող, որտեվ սուբյեկտիվ բեռը շատ մեծ է։ Իմ հայացքը ձևավորվում է որպես քաղաքական գործիչ, չէ՞, քաղաքականությունը, գիտությունը այնքան էլ չեն ներդաշնակվում, կամ միաժամանակյա զբաղվելու համար գրեթե անհամատեղելի։ Չէ, ինչի՞ սա չեք թողնում այդ եմ ասում։ Հա, որտեվ առաքելություն կարծում եմ ունեմ, առաքելություն ունեմ, այնուամենայնիվ այս առաջնությունը տվել եմ քաղաքականությանը, հակառակ պարագայում շատ վաղուց իմ մասնագիտության մեջ գիտական աստիճաններ կունենայի ու ինչ-որ բուհում հիմա իմ համար դասախոս կլինեի, բայց իմ երազանքը նույնիսկ այն չի ինչ-որ ասեցի, դրա մասն է ավելի շուտ, ինչ-որ բացահայտեցի։ Ես կուզեի, որ ու միշտ երազել եմ այդ մասին, որ Հայաստանում ձևավորվի շատ լուրջ ուղեղային կենտրոն, որը մեր կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ կարողանա մասնագիտական շատ կարևոր խորհրդատվություններ մատուցել քաղաքական կյանքի բոլոր ասպեկտներին, բոլոր սուբյեկտներին։ Այդպիսի ուղեղային կենտրոնի ստեղծումը կհամարեմ իմ կյանքի ամենակարևոր գործը, որ արել եմ։ Դե դա էլ կարող եք հենց վաղվանից սկսել, ախր։ Մի հատ ցիկլ կա քաղաքական, որտեղ պարտադիր ես ինձ իմ ներկայությունը համարում եմ իմպերատիվ, այդ փուլը երբ որ կավարտվի, այսինքն դա այն պահին, երբ որ ես գամ, որ Հայաստանի զարգացման ճանապարհին կամ մեր պետականության հարատևության ճանապարհին այլևս որևէ խոչընդոտ չկա, մեծ սիրով քաղաքականությունը կթողնեմ եւ կզբաղվեմ իմ ասած երազանքի իրականացմամբ։ Պարոն Սուրենյան, շատ հետաքրքիր զրույց էր, շատ շնորհակալություն ձեզ դրա համար։ Ես էլ եմ շնորհակալ։